Սիրելի հեռուստադիտողներ, «Գոյամարտ» հեռուստասերիալում անսպասելի շրջադարձերը ոչ միայն չեն ավարտվում, այլև հասնում են հոգեբանական նոր, առավել քան վտանգավոր մակարդակի։ Այսօրվա մեր վերլուծության մեջ մենք կքանդենք ստի և խարդավանքի այն նոր կծիկը, որը սպառնում է վերջնականապես կործանել մեր հերոսների ճակատագրերը։ Խնդրում եմ, դիտեք այս տեսանյութը մինչև վերջ, քանի որ այն, ինչ պատրաստվում ենք բացահայտել, փոխելու է ամեն ինչ։ Ամենացնցող և անկանխատեսելի քայլն այս անգամ կատարում է Իննան։ Նարեից իմանալով, որ իր դուստրը Լեան գտնվում է ահավոր հոգեվիճակում և կանգնած է հոգեկան խանգարման եզրին, Իննան հասկանում է, որ ժամանակն աշխատում է իրենց դեմ։ Որպես մայր, նա պատրաստ է ամեն ինչի դստերը փրկելու համար, նույնիսկ ամենամեծ ստին։ Իննան գաղտնի հանդիպում է Լեոյին և հորինում մի սարսափելի պատմություն։ Նա Լեոյին ասում է, թե իբր Հունանը սպառնացել է սպանել Լեոյին, և հենց այդ սպառնալիքի տակ է Լեան ստիպված եղել լքել նրան։ Բայց Իննան սրանով չի սահմանափակվում։ Նա Լեոյին առաջարկում է գաղտնի Լեայի հետ միասին փախչել երկրից, խոստանալով անձամբ հոգալ նրանց բոլոր ֆինանսական ծախսերը, միայն թե իր դուստրը փրկվի և վերջնականապես չկործանվի։ Լեոն լսելով այս ամենը ուղղակի ապշած նայում է Իննային։ Նա, ով արդեն բազմիցս տուժել է մակունցների դավադրություններից, միանգամից մտածում է, որ սա հերթական կեղտոտ խաղն է ու ծուղակը, որ լարել են իր դեմ։ Լեոն կտրուկ հրաժարվում է և հեռանում, սակայն Իննան նրա հետևից հայտարարում է, որ չի ընդունում այդ մերժումն ու անհամբեր սպասելու է նրա դրական զանգին։ Վերադառնալով տուն, Լեոն այս խճճված և տարօրինակ պատմությունը պատմում է Դավիթին։ Դավիթը, լինելով ավելի սթափ և իրատես, խորհուրդ է տալիս եղբորը հեռու մնալ այդ ընտանիքից, վստահեցնելով, որ Իննան ևս վստահելի չէ, և միգուցե նրանք ինչ-որ նոր փորձանք են ուզում սարքել Լեոյի գլխին։ Բայց չնայած Դավիթի խիստ նախազգուշացումներին, Լեոյի հոգում խորը կասկածներ են արթնանում։ Նա սկսում է մտածել, իսկ միգուցե Իննան այս անգամ անկեղծ էր, միգուցե իսկապես սա Լեային փրկելու և նրա հետ հեռանալու լավագույն հնարավորությունն է։ Այս երկվությունը դեռ շատ է տանջելու Լեոյին։ Մինչ Լեոն գտնվում է ծանր ընտրության առաջ, Գրիշոն շարունակում է իր անպտուղ պայքարը։ Իր մտերիմ ընկերուհու Հելենի խորհրդով Գրիշոն որոշում է չհանձնվել և մինչև վերջ գնալ Մանանի հետևից։ Նա անդադար հայտնվում է Մանանի ճանապարհին, աղերսում է, վստահեցնում, որ խենթի պես սիրում է նրան ու ուղղակի չի կարող ապրել առանց իր կնոջ։ Բայց Մանանն այն աղջիկը չէ, ով կարող է մոռանալ արժանապատվությունն ու նվաստացուցիչ դավաճանությունը։ Նա քարի պես սառն է և կոշտ։ Նա չի ներում Գրիշոյին և ուղիղ նրա երեսին շպրտում է, որ գնա և վայելի կյանքը իր մաշի հետ։ Մանանի այս հաստատակամությունը ցույց է տալիս, որ Գրիշոյի համար նրա սրտի դռներն արդեն փակ են։ Իսկ այժմ տեղափոխվենք մեր պատմության ամենամութ անկյունը, որտեղ Ավոն շարունակում է հյուսել իր դիվային պլանները։ Նա մանրակրկիտ վերլուծում է ստեղծված իրավիճակն ու հասկանում, որ ամենամեծ վտանգն այժմ Օլգան է։ Եթե Օլգան հանկարծ որոշի խոսել և ճշմարտությունը բացահայտի Դավիթ պապիկին, Ավոյի ողջ խաղը կտապալվի։ Ավոն ինքն իրեն խոստովանում է մի սարսափելի միտք։ Եթե ամեն բան այնպես չընթանա և Օլգան իրեն չհավատա, ինքը ստիպված է լինելու ընդմիշտ և դաժանաբար փակել Օլգայի բերանը, սակայն այս պահին նա ընտրում է ոչ պակաս նենգ ճանապարհ, որոշում է Օլգային իրենով անել։ Ավոն ծրագրում է այնպես անել, որ Օլգան սիրահարվի իրեն, դառնալով կույր և հնազանդ գործիք նրա պլաններում։ Բայց Ավոն թերագնահատում է Օլգայի խելքն ու ինտուիցիան։ Օլգան արդեն իսկ սկսել է իր սեփական հետաքննությունը։ Նա անակնկալի է բերում Վովային, հայտնելով, որ ցանկանում է Դավիթ պապիկին և նրա թոռներին պաշտոնապես հրավիրել իրենց տուն։ Վովան ապշած զարմանում է այս որոշումից, սակայն Օլգայի նպատակը շատ հստակ է։ Նա որոշել է գաղտնի, տարբեր հարցերի ու հոգեբանական հնարքների միջոցով փորձարկել Դավիթ պապիկին, հասկանալու համար, թե ով է իրականում ստում՝ պապիկը, թե Ավոն։
Օլգան ուզում է իր աչքերով տեսնել ու համոզվել, արդյոք Դավիթ պապիկն իսկապես ընդունակ է եղել հրաժարվել սեփական թոռնիկից, ինչպես պնդում է Ավոն։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում։ Ի վերջո Լեոն կհավատա Իննային եւ կդիմի այդ վտանգավոր փախուստին Լեայի հետ։ Եվ կկարողանա Ավոն իր սիրային ծուղակը գցել Օլգային, թե Օլգայի խորամանկ քայլը կբացահայտի Ավոյի բոլոր ստերը։ Անպայման գրեք ձեր համարձակ մեկնաբանություններն ու սպասումները մեկնաբանություններում։ Մենք անհամբեր կսպասենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։